Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ պարոն Արա Հարությունյանի հետ, երկար ժամանակ չէինք զրուցել, բայց շատ կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում եւ վստահաբար տեղի են ունենալու եւ կարիք ունեցավ ձեր մեկնաբանություններ, ձեր վերլուծություններ լսելու, պարոն Հարությունյան։ Հունվարին Միացյալ Նահանգներում նախագահական պաշտոնի այսպես վերադարձավ Թրամփը արդեն երկրորդ ժամկետով, ու դեռ իր վարքագիծը գոնե հրապարակային տարբերվում է առաջին ժամկետից, ռուսների հետ բավական այսպես արագ բանակցություններ սկսվեցին հարաբերությունների վերականգնման, եթե այսպես պարզ հայացքով նայես տպավորություն է, թե կարելի է տպավորություն ստանալ, որ Սասնա ծռերը կամ այստեղ արևմտամետները ճիշտ են, որ Թրամփը բանը չեկիստ է կամ KGB-ի գործակալ։ Հիմա որպեսզի մենք այդ ազդեցության տակ չընկնենք, ես խնդրեցի ձեզ նաև ձեր վերլուծությունը լսել։ Ինչ օրակարգով է ըստ էության եկել Թրամփը եւ ինչ է հիմա անում ինքը եւ ինչ են բանակցում, ինչ կստանան ռուսների հետ այս հարաբերությունների կարգավորման գործընթացից, խնդրեմ։ Այդ նման հարցերը քննարկելիս առաջինը պետք է հասկանալ տրամաբանությունները։ Ամերիկայի տրամաբանությունը, Եվրոպայի տրամաբանությունը, նախագահի տրամաբանությունը, Թրամփ անհատի տրամաբանությունը, այդ տրամաբանությունների համատեքստում, եթե քննարկելու ունենք, պետք է դիտարկել ով ինչ է ուզում։ Տրամաբանությունները սուբյեկտներից են գալիս։ Թրամփը սուբյեկտ է, 78 տարեկան սուբյեկտ է, որի կյանքի հետագիծը պետք է անպայման լավ իմանալ նոր Թրամփի մասին խոսել։ Պրոբլեմը նրանն է, որ Ամերիկան դեմոկրատական խորքային պետության պատճառով, այսպես ասենք, անունը դնենք խորքային պետություն, իրականում դա դեմոկրատական կուսակցության էությունն էր, դուրս է եկել բոլոր ուղեծիրերից, պետության, վարքային, համամարտկային ուղեծրերից, ինչ-որ կեղծիքների մի սենց մեծ կույտ ունեն, մարդու իրավունքներ, քույլերի պաշտպանություն, հավասարություն, ժողովրդավարության տարածում աշխարհում մեկ, ու այդ կույտի միջոցով, այդ մտավոր աղբի միջոցով իրանք կարծում են, որ աշխարհում դեռ հնարավոր է երկար մնալ ջրերեսին, բայց պարզվեց, որ դա այդպես չի, նյութական աշխարհը առաջ ընկավ, դոլարի դիրքերը սկսեցին վատանալ, ամերիկյան բիրժան սկսեց ցույցաբերել իր այլանդակությունները, ու այդ պայմաններում արդեն ինչ-որ մի բան պետք է փոխվեր։ Ու դա էր ֆանտաստիկ, որ այդ փոփոխությունների առաջնորդ եղավ ոչ թե ասենք թե երիտասարդ հասկացող մեկը, ասենք նույն մասկի տիպի որևէ մի գործարար, հարուստ, ասենք թե 400 միլիարդ չունեցող, գոնե մի 50 միլիարդ ունեցող, այլ ծերուկ ասեմ Թրամփը, 78 տարեկան։ Այսինքն դա պատահականություն էր այդ առումով։ Շարունակությունը գալիս էր այդ Կամալա Հարիսը նույն հենի արտահայտություններ իր բոլոր դրսևորումներով, իր ցինիկությամբ, տգիտությամբ, լոզունգներով, մյուս կողմն էր դատարկ։ Դրա համար ես չգնացի ընտրությունների օրինակ։ Չես կարող, երկու վատի մեջ չի կարելի ընտրել։ Դու պետք է գոնե ինչ-որ քաղաքացի ես, դու պարտավոր ես քո արժանապատվությունը հաշվի առնես, նոր գնաս ընտրությունների։ Չի կարելի երկու հիմարի ընտրել, երկու սրիկայի, երկու ընտրությունը նրանում չի, որ դու պատուհասներից ամենափոքրին վերցնես։ Ոչ, դու պարտավոր ես քունը առաջ տանել, ոչ մեկին էլ տեղ չտալ։ Ես դա արեցի։ Ամերիկացիք դե իրանք այս կուսակցական հիստերիային սովոր դեմոկրատները վազեցին, որ անեն, մյուսները ասեցին, դե հերիք է այս հիստերիային։ Բերենք Թրամփին։
Թրամփն եկավ, նստեց օֆիսում ու իր խնդիրը ո՞րն է։ Հասկանալ, թե ինքն իր համար ինչա պետք եւ իր իշխանությունը որպես ամերիկյան քաղաքացի եւ նախագահ ինչու՞ն է կայանում, ինչ պետք է անի։ Սկսեց կողքերը նայել, տեսավ այնտեղ Գրենլանդիա կա գցած անտեր։ Այնտեղ Կանադա կա մեծ տարածք, որը բանան, լավ այլի ծառներ են լիքը այնտեղ ահռելի տարածք է։ Եթե Կանադան ու Ամերիկան գումարես, արդեն անում է 18 միլիոն քառակուսի կիլոմետր, Ռուսաստանից 2 միլիոն ավել։ Եթե Պանամայի ջրանցն էլ վերցնես, մենք դառնում ենք կալաբոկ։ Այն ժամանակ մեզ ՆԱՏՕ-ն պետք չի, աշխարհը պետք չի։ Մենք շատ մեծ ենք, գեր տերություն ենք եւ ֆիզիկապես եւ մեր զենքով եղածով, դա մեզ բավարար է։ Այս նրա այդ տեսլականը, որ ես կարող եմ կողքերից այս հողերը վերցնել, այս հնարավորությունները վերցնել, արդեն ես իմ դիրքերը կարող եմ ապահովել, բոլորին զարմացրեց։ Եվրոպան սկսեց զարմանալ, ոնց թե բա մենք որտեղ այսքան ժամանակ մենք կայինք, ու այսինքն հին ծրագրերը Ռուսաստանի դեմ հրահրված ուկրաինական պատերազմը, մարդու իրավունքները, այդ ամբողջ բանը գունդը կեղծիքների մնաց մի կողմ, բայց Թրամփը այն փիլիսոփան չի, ինքը շատ տարօրինակ հետագծով է եկել, ինքը եկել է որպես բիզնեսմեն, որպես շոումեն, վերջում էլ Աստծո կողմից փրկված, ականջին կպավ, չէ գնդակը։ Այդ մեծ բեռը կա իր հետևում, իր կյանքի անցած ճանապարհը կա, եւ այդ առաքելության հարցը կա, որ ես պարտավոր եմ ինչ-որ մի բան անել։ Ինչ վերաբերում է ռուսների հետ հարաբերություններին, դա շատ պարզ խաբելու սխեմա է։ Ինքը իր ամերիկյան փողերով է այդ պատերազմը տեղի ունեցել։ Արևմտյան աջակցությամբ է տեղի ունեցել։ Եթե խոսակցությունը մաքուր է, պետք է ինքը ասի նախորդ կառավարությունն է սա արել, այս պատերազմի ակունքները պետք է հասկանալ, պետք է տեսնենք ոնց ենք լուծում։ Իսկ ինքն եկել ասում այնտեղ այդ էլեկտրակայանի հարց կա։ Շատ մարդիկ են զոհվում, իրար կոտորում են, շատ վատ է, էլեկտրակայանի հարց կա։ Իսկ ինչ վերաբերում է Գազային, 350 կիլոմետրի քառակուսի կիլոմետրի վրա 2 միլիոն մարդ մորթելուն, իր աչքերը փակ են։ Այսինքն մարդ, որը տեսնում է մի կողմից Զապորոժիեի ատոմակայանը որպես խնդրի լուծում, մյուս կողմից էլ չի տեսնում Գազայի սպանդը ու ցեղասպանությունը։ Այդ մարդուց տրամաբանական քայլեր մշտապես սпасել հնարավոր չի։ Այսինքն լոսկոմից պատերազմ է սկսում հութիների դեմ։ Հա, հութիների դեմ ու Իրանի դեմ։ Իրանական պատերազմը ամերիկյան խնդրեմ չի, հրեական խնդրեմ է, իսրայելական խնդրեմ է։ Եթե դու մի կողմից պրո-իսրայելական ես, սարսափելի նախորդ ժամկետում էլ մայրաքաղաքը սարքել, չէ Երուսաղեմը։ Մի կողմից դու պրո-իսրայելական ես, մյուս կողմից դու չեզոք ես ատոմակայանի միջոցով Զելենսկու հանդեպ, իսկ Զելենսկին ով է։ Հրեա, որը եկել է Ուկրաինան կործանելու, կարողացել է այնտեղ իր թիմը սարքել, որոնք ուկրաինացիներին, սլավոն ուկրաինացիներին սարքել են ռուսների թշնամի զոմբի։ Այսինքն, երբ որ բոլոր հարցերը sense լավ դնում ես ամեն հարց իր տեղում, ստացվում է sense մի puzzle չի, իրար կապված չեն դրանք։ Բոլորն իրարից տարբեր են։ Եվրոպական էլիտային վերլուծելն է շատ դժվար, ովքեր են դրանք այդ կառավարությունները, այնտեղ չկան սուվերեն պետություններ, այնտեղ բաներ, ֆունկցիոներներ են, որոնք հասել են իշխանության ժողովրդավարական ամերիկյան դեմոկրատական կուսակցության քարոզի միջոցով։ Բա մենք դեմոկրատ ենք, մեր երկիրը կլցնենք մուսուլմաններով, ու Գերմանիան առաջինն էր, չէ, լցրեց 6 միլիոն, մի ժամանակ 6 միլիոն էր թուրքերի քանակը Գերմանիայում, հիմա չգիտեմ ինչ կան։ Եվրոպան լցրեցին փախստականներով, հիմա Ջի.Դի Վենսը խելոք սիրուն տղա է, բոյով, բուսատով, նստած ասում է, գիտեք ինչ եվրոպացիք հիմար են, իրաց չեն հասկանում, որ իրաց պետք է ինքնությունը պաշտպանեն, իրաց երկիրը չթողեն լցվի այլ ազգիներով ու մուսուլմաններով։ Ու ամբողջ զարմացած ծափահարում ես, ինչ խելոք բան ասեց։ Բայց խելոք բան ասելը 30 տարի հետո, 50 տարի հետո խելոք բան ասելը խելոքություն չի, դա արդեն մի քիչ աբսուրդային է։ Ես գիրք ունեմ գրած 2008 թվական գիրքը նվիրված է այդ հարցին։ Ոչ մեկը չի առել, չի կարդացել, չի հետաքրքրվել։ Բայց որ 2025 թվին Ջի.Դի Վենսը ասում է այդ մասին, շատ հետաքրքիր է։ Այսինքն մեծ այլանդակ վիճակ է ստեղծվել աշխարհում կառավարման եւ մարդկանց միջեւ, խնդիրների ու իրական նպատակների խնդիրների միջեւ։ Աբսուրդային է, ինչ հարց ուզում ես վերցրու, աբսուրդ ես ասնելու։ Բարիշան, այդ առումով մեր հայկական միջավայրը վերլուծելն իր զավեշտն ունի։
քննարկում են անում, թե հեսա Ադրբեջանը բան անելու, կործանվելու է, կիսելու են, մեզ դրանից բան չի ասնի, բայց ընդ վարի է գնալու։ Հեսա հեսան, լսեք, այդ դինամիկայի մեջ process-ը եթե չկա, այդ հեսան ո՞նց է գալու։ Ամպրոպեր, կայծակեր, օդից ընկավ մի անգամից, եկավ գերտերություն դարձած Ադրբեջանին ջնջխեց, կորցրեց, կերավ։ Ես ուրախ եմ, որ մենք խոսում ենք, որ չի կարելի այս ժողովրդին, գենոսիդի առաջ կանգնած ժողովրդին, որովհետև Գազայի օրինակը հնարավորություն է տվել արդեն աշխարհի մնացած բոլոր արյունարբուրներին ինչ ուզես անեն։ Ոչ մի Տրամփ, ոչ մեկը չի կարող կանգնացնել մեկին, որը ուզենա արյուն թափել ներկա աշխարհում։ Չկա այդ ուժը։ Աշխարհը դառել է անտեր։ Դե դրան հաջորդեց Սիրիայում ալևիների ցեղասպանությունը, որը արևմուտքում անվանեցին ով ինչ ուզում անում է։ Պուտինի վրա հարձակվել է ամբողջ արևմուտքը, Պուտինը մարդկային պայքար է մղում, զինվորները ուզում է հաղթի արևմուտքին։ Պետք է գիտես ինչ ուղեղը պետք է լրի մարդու անջատած լինի, որ 100 միլիոնանոց Ռուսաստանը, ռուսների Ռուսաստանը, իր ներսում 40 միլիոն այլազգիներ ու մուսուլմաններ ունեցող Ռուսաստանը կհաղթի 1 միլիարդից ավել արևմուտքին։ 500 միլիոն Եվրոպան է, 350 միլիոն Ամերիկան է, դա կլինի էլի 1 միլիարդ դարձա։ Դու պետք է adekvat լինես քո խնդիրներին, պետք է հասկանաս, օրինակ պետք է ասես, թե այս պատերազմն ինչ ուներ, Պուտին, ինչի՞ չես ասում այս պատերազմի իմաստը որն է։ Այս պատերազմը ՆԱՏՕ-ն քո սահմանին չբերելն է, ախպեր ջան, որ դու էդ ես որպես օրինակ բերում։ Օրինակը դա չի։ Այդ խնդիրներն են, որ սրանք խնդիրներ ունեն, իրար խնդիրները քո հաշվին են լուծում։ Ինչի՞ չես ասում քո ժողովրդին եւ այս ժողովրդին։ Ինչի՞ չես ասում, որ ես պաշտպանվելու համար չեմ կարող իմ ռուս ազգի ամբողջ սերուցքը կործանեմ։ Ես պետք է գերզենք օգտագործեմ։ Բացատրի ու արա։ Բայց եթե դու չես անում, այն ժամանակ սկսում ես մտածել, ես ինչ պատմություն է։ 14 թվին էլ դու Ասադի բանը քիմիական զենքը վերցրեցիր ամերիկացիների պահանջով ու Ասադին սարքեցիր բան Իզգոյ։ Այսինքն մենք դարել ենք աշխարհի հարց լուծող գեր ուժեղների իրական ուժեղներ չեն, դրանք դիրքով ուժեղացածներ են, ի պաշտոն է ուժեղացածներ են։ Գեր ուժեղների բանը, զոհը, ինչ ուզի, մեկը կմտածի կանի, դա որպես նորություն ու հայտնագործություն կներկայացնի։ Այսինքն process-ների բաներ, process-ների էությունները հիմնովին փոխվել են։ Առաջվա իներցիոն հիստերիային, ֆինանսա-ռազմական հիստերիային եկել է փոխարինելու մի քիչ ստապման ժամանակն է եկել։ Ստապվել ես, այն ժամանակ գնանք մի քիչ ավելի խորը։ Խաբարես այլ աշխարհի ժողովուրդ, որ ամերիկյան բժշկությունը կազմում է իր բյուջեի 18%, 18.5%։ Խաբարես, որ ամերիկյան մեկ շինչին ընկնող բժշկական ծախսերը տարեկան կազմում են $13,800։ Դու պատկերացնում ես աղքատը չի ստանում, աղքատը ստանում է 11,000 օգնություն պետությունից, եթե չի աշխատում չի անում։ $14,000 ամերիկան ծախսում է մեկ մարդու առողջության վրա։ Այսինքն ու դա 5 անգամ ավել է ռազմական ծախսերից։ Այս հարցը ինչի ոչ մեկը չի քննարկում, չեմ հասկանում, ինտերնետում գրված թիվ է, ռուսները չգիտեք, հայերը չգիտեք, եվրոպացիք աշխարհի մարդիկ չգիտեք։ Այսինքն նախապայմանները ազատ են, հասանելի են բոլորին, վերցրեք, անալիզարեք, հաշվարկեք ու տեսեք, որ Ադրբեջանը չի կործանվելու, որ խնդիրը սրանում է, այն մի խնդիրը նրանում է, եվրոպական խնդիրը իրենց սուվերենության կորուստի մեջ է ու չինովնիկության իշխանություն վերցնելու մեջ է։ Ոնց որ Հայաստանի խնդիրը Թուրքիի իշխանության գալն էր։ Ամեն ինչը թաքցված գլոբալ աշխարհ հնարավոր է։ Դրա համար չինացիք գլուխները կախ անցել են իրաց երկիրը սարքելու։ Գործարաններ կան արդեն անմարդ են բարիշ։ Միայն ռոբոտներ են աշխատում։ Մութա ցեխել։ Կուր ձևանալ այս լուսավոր դարում դա հանցագործություն է, դա գիտություն չի։ Պարոն Արտուշյան, հիմա շատ ակտիվ քննարկվում է այդ Տրամփի առաջարկած 30-օրյա հրադադարը Ուկրաինայում։
ռուսական կողմից հնչում են մտահոգություններ, որ դուք այս անգամ էլ մեզ կխաբեք ոնց որ Մինսկ 2 պայմանավորվածությունների ժամանակ, ոնց որ Ստամբուլի ժամանակ, հրադադար կհաստատենք, սկսեք զինել բանին Ուկրաինային։ Բայց հիմա վերջին Տրամփ-Պուտին երկու ժամանոց հեռախոսազրույցից հետո տպավորություն է, որ այնուամենայնիվ ռուսները մի փոքր հետ քայլ են անում ու կարծեք թե հրադադարը, որը ոչ մի բան ոնց որ թե չի երաշխավորում, որ չեն զինելու Ուկրաինային, որ մնացածը չի լինելու, տեղի կունենա։ Ինչ է տալու այդ հրադադարը Ուկրաինային Միացյալ Նահանգներին, ինչու է Տրամփը այդքան ուզում այդ 30-օրյա հրադադարին հասնել, որովհետև սկզբում Գազայի օրինակը վերեցիք եւ Գազայի հարցում էլ այո Տրամփը ասաց պետք է կանգնացնենք պատերազմը, հիմա 2 ամիս հետո նոր թափով Իսրայելը ուղղակի ոչնչացնում է Գազայի ժողովրդին։ Միայն 1 օրվա ընթացքում 400 մարդ է սպանել եւ հիմնականում քաղաքացիական անձանց, ինչ է տալու այդ 30-օրյա հրադադարը Ուկրաինային։ Տրամփը ոչ միայն ասեց Գազայում կկանգնեցնեմ, այլ հիմա Տրամփը զբաղված է նրանով, որ Գազայի ժողովրդին սաղացնի աֆրիկյան երկրների վրա, Հորդանանի, Սիրիայի վրա։ Գազան 350 քառակուսի կիլոմետր է, այդ 350 քառակուսի կիլոմետրը Իսրայելի համար 50 անգամ փոքր է։ Իսրայելի համար Գազան միգուցե մերձափնյա մասով ինչ-որ իմաստ ունի վերցնելը, բայց դա ուղղակի բան է, իրանց բանը, ադիբուտի պես բան է, ձեռը հետ անում են, զբաղացնում են, աշխարհը զբաղացնում։ 2 միլիոն մարդու գենոսիդով իրանք թքած ունեն, որտեղ գիտեն աշխարհը չի հասկանում այդ բանը։ Հիմա գամ 30 օրվա այդ դադարին։ Տրամփը երբ որ մեջտեղ ընկավ ասեց, ես հիմա կխոսեմ, այս կանեմ, այն կանեմ, դա իր հարցերն էր լուծում անձնական, ինքը 100 օրվա հաշվետվության խնդիր ունի, ինքը կներկայանա ամերիկացին, կասի պատկերացնում եք, ես մի հատ հեռախոսը վերցրեցի, իմ ասածն արեցին, տեսեք ես ով եմ, դուք իմ հետ չհամեմատվեք։ Դեմոկրատները, որոնք 350 միլիարդ դոլար էին ծախսել այդ պատերազմի մեջ, այդ թիվն էլ է սուտ ասում, 69 միլիարդ է ծախսված, ավելի թիվը հայտնի է, կոպեկ գումար։ Այսինքն ինքը թվերն էլ է կեղծում, ամեն ինչն էլ է կեղծում։ Ինքը կարողացավ Պուտինին շատ լավ գիտի, որ վախկոտի մեկն է, այս բան արեց, այս առաջարկով հանդես եկավ։ Հիմա Պուտինն էլ ինքը հանդես է գալիս որպես ժողովրդավար համաշխարհային, չգիտեմ ոնց ինքը կանի այդ, երևի կանի, կկանգնացնեն, նորից ուկրաինացի կզինվեն, կհարձակվեն, ու սա վերջ չունի, որտեղ սա ռուս-ուկրաինական պատերազմը Խազարյա սարքելու նպատակով։ Զելենսկին գալիս է, ասում է ես սիլեմ քեզ, նրան սիլեմ, սաղից սիլեմ, կարակ բան ասեք, պապաս ընդեղ է, պապանովա գիտենք ով է։ Այստեղի բիձեն չի։ Պապան ֆինանսա ռազմական օլիգարխան է, որը բազմաթիվ դեմքեր ուներ։ Մի ժամանակ դեմոկրատական դեմքով էր, հիմա կդառնա միայն ռազմական դեմքով, վաղը մի ուրիշ դեմքով։ Խորքային պետությունը պարզվեց չկա։ Խորքային պետության գլխին կանգնած են մեր աստվածապաշտ փոքր ազգի ներկայացուցիչները։ Ամեն մի լակոտ այնտեղ 1 միլիոն գազացու գին ունի։ Ինչ ուզում անում է։ Տրամփի աղջիկն է հրայի հետ ամուսնացած, ու փաստորեն ինքը իր քրիստոնյա հալով դառավ խամաչիկ։ Սա շատ վատ վերջ կունենա, եթե Պուտինը զիջումները աննպատակ սենց անի։ Մանավանդ Տրամփը եկել է խոսակցության տարօրինակ հարցով, ռուսական գրաված տարածքներում գտնվող Զապորոժիա ատոմակայանի հարցով։ Այսինքն դա քննարկելի հարց չի։ Մի ժամանակ Ղրիմն էին ասում հետ տու, հիմա կասեն ատոմակայանը հետ տու։ Ատոմակայանը հետ տալու համար այնտեղ սահմանները, գրաված տարածքների սահմաններն են այլանդակվում, ու վերջ, այդ պատերազմը նորից կսկսվի, որտեղ եվրոպական եվրոչինովնիկությունը այդ դիրքերում մնալ անհնար է առանց պատերազմի։ Իրանք պետք է խնդիր ունենան, որ հավաքվեն, նստեն, այդ տարօրինակ վիճակ է ստեղծվել։ Ու եթե Պուտինը զիջեր շատ վատ կլինի, սարսափելի կլինի։ Պարոն Արտյոմ, մի քանի անգամ այս թեմայով տարբեր այսպես դրվագներում խոսել ենք, դուք համոզված եք, որ ռուսները այլ տարբերակ չունեն, քան գերզենքի կիրառումը։ Բայց արդյոք դա լուծում է, թե չէ։ Ուրեմն տես, եթե այսօր գերզենքը իրենք գցեցին, կործանված են։ Բայց եթե այսօր ասեցին, էսա վիճակը, էսա պատերազմը,
Պուտինը իրավունք չունի մանկապարտեզ գնա բանանի այս խոսային խոսա։ Նա պետք է առավոտը կնոպկան սեղմի միացնի հեռուստացույցը ասի։ Այս պատերազմը այս պատճառներով ա եղել։ Այսքան ժամանակ ես չեմ ասել, այսօր ասում եմ։ Դրված է Ռուսաստանի կործանման հարցը, որպեսզի այնտեղ մի քանի հոգի մնան իշխանության։ Դրանք համարժեք խնդիրներ չեն։ Մենք պաշտպանվեցինք մեր ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով, հիմա չի հերիքում, արդեն մենք մարդկային, որ մենք չենք փողոցներով մարդ բռնենք, ուղարկենք ռազմաճակատ որպես ցնդանոթի միս։ Բայց մեր նախնիները սարքել են միջուկային զենք, ես խոստանում եմ, եթե այս ամեն ինչը շարունակվի, մենք ստիպված կլինենք գցել։ Աշխարհի ժողովուրդ, ոչ թե Տրամփ, աշխարհի ժողովուրդ, ես ձեզ զգուշացնում եմ, եթե մեր երկիրը շարունակի այս վիճակում մնալ, ես կգցեմ։ Այսօր ամսի այս ինչն է, վաղն ես նույնը կկրկնեմ։ Մյուս օրն էլ կկրկնեմ, մյուս օրն էլ, մի ամիս, ամեն օր։ Դրանից հետո հանգիստ կարա գցի այն շենքի վրա, որտեղ նստած է այդ կանաչ լակոտը։ Վերջ պատերազմին։ Ոչ մեկը իրան չի մեղադրի։ Բայց քանի որ այդքան կպլոճիկը չունի, միգուցե ուղեղն էլ չունի, չգիտեմ, եթե հանգարց ինքը ստիպված առանց զգուշացնելու մարդկությանը կիրառեց, մենք կընկնենք, մարդկությունը կընկնի հիստերիայի մեջ։ Որտեղ տեսեք մենք քանի բան ենք անցել, Ռուբիկոն ենք անցել։ Ղարաբաղը մաքրվեց, ոչ մի ձայն։ Գազան ավիրվեց, ոչ մի ձայն։ Սիրիան կործանվեց, ոչ մի ձայն։ Ռուսաստանը այնտեղ մտել է արունարգու իր սլավոն եղբայրների հետ պատերազմի, ոչ մի մարդկային ձայն։ Այդ քննարկումը գնում է մաս մեդիայում, բայց քննարկում չկա մարդկային։ Մարդկային քննարկում պետք է լինի, թե մենք մարդ ենք, բնությունը մեզ ակերտել որպես վերջի բանական արարած, մենք պարտավոր ենք այս մոլորակին տեր կանգնել։ Մոլորակից դեմ մենք մասկի ասածով չենք կարող գնանք Մարս։ Մարսը հա որպես հետաքրքրություն փող ունես, թալանել ես փողը բիրժաներով, գնում երկու խելառը վերցրու գնա Մարս քո համար տեսի այնտեղ ինչ կա չկա, եթե քեզ այդ հետաքրքրում է։ Բայց մարդկությունը չի կարող Մարս գնալ։ Այս մոլորակը մերն է, մենք չենք կարող այստեղ միջուկային ռումբով բոլորս հարցերը լուծենք։ Ռուսաստանը ուզում է լուծի, մի մարդու հարց է լուծում։ Մի սրիկայի, որը ժամանակակից իշխանությունն է աշխարհում տեսնարել։ Բայց Հայաստանը մի Նիկոլա, Ռուսաստանը մի Պուտինը, Ադրբեջանը մի Ալիևա, Թուրքիայում մի Էրդողանա, Ֆրանսիայում մի Մակրոնա, սա տարօրինակ աբսուրդ է։ Իշխանության վերին դիրքի ու երկրորդ մարդու միջև տարածությունը անվերջ է։ Ամեն երկրում մի մարդ գոյություն ունի։ Թե ոնց անունն էլ դրել ենք դեմոկրատական։ Պուտինն լա, չէ, դեմոկրատական ընտրություններով ընտրված։ Այսինքն ընտրություններով ընտրված մարդը դարել է բռնապետ բառը շատ քիչ է։ Ներկա իշխանությունները դրանք դահիճներ են։ Մարդկության գլխին։ Որոշները իրենց ազգի, Նիկոլը մեր գլխին է։ Մեծ բաները դահիճները մարդկության գլխին են։ Ռուսաստանն իրավունք չունի այդ պրիմիտիվ պատերազմին, եթե ինքը զենքն ունի։ Բայց զենքը ինչի համար է սարքվել։ Դու հասկանա՞ր, թե զենքը որ սարքում են առաջ սովետի ժամանակ, երկճամբար աշխարհում, ամեն մեկը սկսեց միջուկային ռումբ սարքել, ամերիկացի գցեցին ցույց տվեցին Ճապոնիան, դրանից հետո մարդկությունը երբ որ զենքը սարքեց, խնդիրը պետք է դներ, պետք է դրվեր միջուկային ծմեր հասկացողությունը որ կա, այս պայմանները մենք ուրիշ ձևով պետք է մոտենանք հարցերին։ Մենք պետք է հասկանանք, թե միջուկային զենքի պայմաններում կոնֆլիկտների լուծումները որոնք են։ Մենք պարտավոր ենք գտնել կոնֆլիկտների հիմքերը, ակունքները, ամեն մեկին իր ասածը տանք, չի կարելի, չէ, բաժանվել երկու ճամբարի, արևմտյան ճամբարը հաչա, որ Ռուսաստանը հարձակվել է գրել, ոնց է հարձակվել է, 14 թվից բան էին անում, ռմբակոծում էին Դոնբասը։ Alexa, stop. Alexa, stop. Alexa, stop. Այսինքն այս հարցերը պետք է հրապարակային քննարկման դուրս գան, բարիշ։ Սա թղթակիցների հարց չի, քաղաքագետների հարց չի, առաջի դեմքերի հարց է եւ ժողովրդի հարց է։ Ժողովուրդը պետք է իր ղեկավարներին ստիպի հաշվին նստեն մոլորակի եւ մարդկության ներկա խնդիրների հետ։ Տրամպի խնդիրը մոլորակի խնդիրը պետք է լինի, ոչ թե իր անձնական ամբիցիաների խնդիրը։ Կամ Մասկի խնդիրը, որը իր երեխոյ վախում է, ուրիշ ձևի վախում է ներկա։ Մենակ երեխոյ հետ է գալիս դուրս։ Շնամություն է կուտակել իր հանդեպ։
Պարոն Արարչյան, շատ էսպես հետաքրքիր արձանագրում հարցիկ, իրականում այո, այդ աշխարհում եղած առաջնորդները իրենց երկրներում միակն են, այսինքն իրենցից հետո որևէ մեկը չկա, իրենցից ներքև, հա, թեկուզ իրենց թիմերում եւ այո, ես կարծում եմ բռնապետերը ավելի չափավոր էին, քան սրանք։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրինակով, հա, այնպիսի բաներ անում, որ չգիտեմ բռնապետերը կարող են այդպիսի բաներ անել ու այնպես է դա սղացվում ժողովրդի վրա, ժողովուրդը լսպես մի մասը ոգևորվում է, մի մասը քննարկում է, մի մասը ուրիշ բան անում ու նույնը Զելենսկին, տեսեք, մի քանի 100,000 մարդ է սպանվել, դուք կադրերը վստահ այո, դուք կադրերը վստահ տեսնում եք, այսպես 4, 5, 10 ժողովրդական խոսքը բուղաներով, ցլերով հարձակվում են փողոցում անցնող տղամարդկանց վրա, բռնում տանում են պատերազմ, ծեծելով, ջարդում, այսինքն ժողովուրդը չի ուզում պատերազմել, բայց այդ մի հոգի շարունակում է պատերազմի որոշում կայացնել։ Ու չկա կանգնեցնողը, չկա, այսինքն ժողովուրդները մի տեսակ սա վախի դրսևորում է, պարոն Արությունյան, թե ինչ է։ Դա գիտության առաջին հերթին։ Այսինքն ինչու են բոլոր, գրեթե բոլոր երկրներում հասարակությունները դարձել մի հոգու գերիներ։ Ես ասեմ, դա գիտության։ Գալիս ես երեխուն տանում են դպրոց, մայրենի լեզվեն սովորացնում թվաբանություն, երեխային դու թվաբանություն չգիտես, հիմարի մեկ բան, առարկա չգիտես, քեզ վատ պահեցիր։ Առաջի դասարանից մարդուն պետք է սովորացնեն մարդ լնելը։ Ինչա մարդը։ Ինչով է տարբերում կենթանուց, կապիկից, հասարակական մարդը, ինչա ղեկավարը։ Դրա համար ես գիրք եմ գրել, հիմա փորձելու եմ ռուսերեն տպագրել, տալ չեղավ հայերեն կտպագրեմ։ Ես հայերեն էլ ունեի այդ գիրքը տպած, որտեղ բացատրում ես մարդու ակունքները։ Եթե մարդը չգիտի, թե ինքնով է, ինչ է, ինքը չգիտի պետությունն ինչ է, չգիտի Նիկոլը ոնց գոյացավ, հային հարցրու, Նիկոլը ոնց գոյացավ, կասեն բանը բերեց, Սերժը բերեց։ Նախ Նիկոլի Սերժը չի բերեց, Նիկոլն ինքն է եկել, ինքն այդքան ուժեղ էր, որ կարողացավ այս պայմաններում, երբ որ իշխանությունը կեղծ պատվանդաններով ես բարձրանում, կեղծ աստիճաններով ես բարձրանում։ 1, 2, 3 թռավ ամենավերին աշճան։ Նիկոլը ինքը անձնապես հաղթեց բոլորին։ Ընտրությունները մեխանիզմ էր, որով ինքը հաղթեց։ Եթե ընտրություններ չլիներ, ուրիշ մեխանիզմով, եթե կարողանար այդ մեխանիզմի սկզբունքներով գնար, էլի կհաղթեր։ Օլիգարխը փողատերը ո՞նց է դարել այդ վիճակին։ Ինքը անձնապես կարողացել է խելքով, ֆիզիկապես իր ունակություններով հաղթել, հասնել դրան։ Դրա համար ներկա մարդկությունը, եթե տեսնում է, որ մի մարդ իր հարցերն է որոշում, ինքը ակունքը պետք է հասկանա, թե ոնց է եղել, որ մի մարդը դարել է իր ճակատագիրը որոշողը, իր կողքինների, հարյուրավորների, միլիոնավորների, միլիարդավորների ճակատագիրը որոշում։ Դա անգրագիտությունից է, քաղաքագիտական անգրագիտությունից է։ Անգրագետը չգիտի, որ ինքը պարտավոր է փողոցում ոչ թե փախնել իրեն բռնող բանակ տանողից, այլ ինքը պարտավոր է տանը կենցաղում քաղաքացի լինել, որ չթողի Զելենսկիներն ու Նիկոլները գան իշխանության։ Ինքը պետք է իր բարեկամի, իր ծանոթի հետ նստի ասի լակոտ, դու երբ որ մի խելոք ստատուսի տակ էշչություն ես գրում, դու իմ հերն ես անում։ Տագետ, դու 2 անգամ 2-ը գրում ես հավասար է 7 միլիոնի։ Դու խաղ չես անում։ Դու ես վիճակն ես սարքում խեղկատակային։ Խնդիրը դրանն է, բարի ջան, մարդիկ ամեն մեկը չեն գիտակցում, որ լսեք Նիկոլն եկել է, ինձ հաղթել է որպես մարդ։ Այդ արժանապատվությունը, որ ես Նիկոլին եմ պարտվել, չկա հայի մոտ։ Ինքը չի հասկանում, որ դել էր մարդը, գնայր դառնայր Նիկոլ, Նիկոլի տեղ, ոչ թե Նիկոլ։ Դառնայր ձգտեր թակավորության, իշխանության լավություն անելու, ոչ թե թալանելու ու դավաճ անելու։ Այդ հարցը Եվրոպան 500 միլիոնից Եվրոպան դարել է Մակրոնի խամաչիկը։ Մակրոնն է որոշում, գիտես, ֆրանսիական ատոմային միջուկային զենքը սարքի մյուսների համար հովանոց թե չէ։ Սա մի քիչ լուրջ չի, չէ։ Ինչի Ֆրանսիա 60 միլիոն ֆրանսիացիք չեն ասում, մի քիչ տարօրինակ վիճակ է ստեղծվել։ Մեր միջի անարժանը դարել է մեր տերը։ Որն է մեր խնդրեմը։ Ինչու՞մն էր մեր սխալը, որ սենց եղավ։ Հայաստանի 2-3 միլիոնը չեն, այդ հարցը ինչի չեն տալիս։ Լավ, Սերժ Ռոբ, թե որն է բերարայի, կարևոր չի, Սերժը խի եկավ։ Լավ, Նիկոլը Սերժը խի եկավ։ Բա մի հատ ձեզ հարց տվեք, թե ճմրթածը խի եկավ։ Դու մեղավոր չէիր, որ ինքը եկավ։
ամեն մեկը ինքը իր կյանքի ճակատագրի պատասխանատուն է։ Ես հասկանում եմ Գազայի ժողովուրդը չէր կարա այդ մակարդակին հասածելներ, խիտ էր ապրում, հազիվ իրար գլուխ էին պահում։ Բայց լենովոլ երկրներ կան, հարուստ մարդիկ կան, միլիարդ ունեցողներ կան, 10, 100 միլիարդ, լիքը կան, միլիոնատերեր կան։ Բացի ուտել խմելուց ու պոռնկանոցներ հաճախելուց, ուրիշ բան չեք անում արա դուք։ Միած ես հարց չեք տալիս, որպես մարդ աշխարհում որ ծնվել եք դուք, անելիք չունեք։ Հիմա կողքից կասեն հələ մեծ ինչ դուրս է տալիս, չէ՞ բարեժան։ Ու այն մյուսը հանգիստ կհանդուրժի այդ կողքինի այդ ասածը քֆուրի իմ հանդեպ։ Մենք սոցիալականությունը կորցրել ենք, մարդկայնությունը կորցրել ենք, հարցերը խորը քննարկելը կորցրել ենք, բայց մի գոռու, որը մի էշություն կասի, հա, ինքն ասեց։ Սա մարդկային չի, դարին համապատասխան չի։ Այդ չինական մութ գործարաններին, որտեղ ռոբոտներ են աշխատում, վայել չի։ Դե պարոն Արությունյան, մենք գոնե մեր հասարակությունը հասել է այնտեղ, որ 100,000-ներով լսում են կոֆեի բաժակ նայողների դոգին, որը մարդկանց կանանց ներքնաշորերից դուրս չի գալիս, Միացյալ Նահանգներում նստած այնտեղ մեկը կա տարօրինակ ազգանունով, դրա հիմար վերլուծությունները, որ Տրամպը չի ընտրվելու, զրոյական շանս ունի ընտրվելու, այս վիճակից օրինակ նաև ամփոփելով մեր զրույցը, նաև երգը ես միտեղ կարելի է ժողովրդին մեղադրել, բայց մյուս կողմից չես էլ կարող մեղադրես, որտեղ ժողովրդի ականջներն ու գլուխը այնքան աղբով են լցնում, որ մարդիկ պիտի խելագարվեն ուղղակի այս ամեն ինչից։ Բարեժան, այսքան ժամանակ խոսում ենք, ու մեր խոսակցությունը երևի 100-րդն է, 150-րդն է, չգիտեմ քան ենք խոսացել։ Մենք չենք կարողանում այդ բարիերը անցնենք, մեզ լսելի դարձնենք։ Սենց է, կամ ես հիմար եմ, շատերը կասեն իհարկե հիմար ես։ Եթե երկրորդը չի գալիս, ասում ես խելոք եմ, հիմար ասողը հաղթում է։ Խնդիրը դրա մեջ է, մենք քանի անգամ ասել ենք, մեզ հասկացողները պետք է արձագանքեն։ Հանրային միջավայր փոխելու, կարծիք փոխելու համար պետք է մեզ հասկացողը երկրորդ մարդը ինքը տիրություն անի մեզ, ինձ, իրեն։ Եթե ինքը գտնում է, որ ինքը ասելիք չունի, մեզ հասկացողը գտնում է, որ ինքը ասելիք չունի, ուրեմն ինքը արժանի է գենոցիդվելու։ 10 հոգուց կարա նոր իրականություն ստեղծվի աշխարհում, եթե 10 հոգին կարողանան կողքիններին բացատրեն, որ լսեք, խնդիրները այնտեղ են, ստեղ չեն։ Էս մեծ դաշտն է խնդիրների դաշտը, քու տեսած փոքրը չի։ Նեթանյահուն հենց այնք չավիրեց դրանց։ Նեթանյահի ավիրման համար պայմաններ ստեղծվեցին։ Ղարաբաղ կար Ալիևը այդ չափն անցավ ստեղծեց։ Նեթանյահուի ստեղծածի վրա մի ուրիշ բան կկատարվի շատ ավելի սարսափելի։ Զելենսկու ստեղծածի վրա շատ ավելի սարսափելին ենք եկել այսօր կանգնել։ Այդ 1 միլիոն զոհը, որ Ուկրաինայում եղել է, դրանք մենակ զոհ չեն, դրանք օրինակ են մյուս հրեշների համար հետագայում իրենց նանելու։ Ինչ է եղել, 1 միլիոն այնտեղ կոտորեցին, ոնց որ Հիտլերը կոտորեց, հայերին կոտորեցին։ Ժամանակին ասել էր, չէ, հայերը ցեղասպանությունով է հիշում։ Հիմա էլ այս 1 միլիոնը ավիրվեց, այս քաղաքներն ավիրեցին, ու Պուտինը չի ասում, լսեք, ես ոչ չեմ կարա Ուկրաինան վերածեմ Գազայի պես անապատի, բայց վերածում է։ Ու կողքից ռուսները չեն ասում, լսի, դու մի հատ անասուն վերացնելու համար դու այս քաղաքներն ես վերացնում, միլիոնով զոհ ես տալիս։ Դու հասկացի, դու հաղթելու մեջ չի խնդիրը, ճիշտ հաղթելու մեջ է խնդիրը։ Սխալ հաղթել էլ կա, չէ՞, բարեժան։ Ուկրաինացիք են դամբան տրակացրեցին Դնեպրի վրա, ներքևից գյուղերը վարի գնացին։ Դա հաղթանակ է։ Ամեն պահ իր ճիշտ անելու հարցն ունի, մարդ ես քթի այդ պահի ճիշտը։ Մեկը կարող է շատ ճիշտ ասի, մյուսը մի քիչ ճիշտ ասի, մյուսը սխալ ասի։ Քու պարտավորությունն է ճիշտ ասողից, սխալ ասողից պաշտպանել։ Գոնե այդքանն արա, մարդ ես։ Այն մեզ լսող ցանկացած մեկը, որ լսում է ու հասկանում է ինչ ենք ասում, ինքը պարտավոր է, առաջ ասում էի, որ քաղաքացի ես դա արա։ Հիմա քաղաքացու հարցը արդեն լրիվ հետին պլան է, մարդկության հարցն է դրած։ Մարդ ես, քո երեխային, քո հեսերուտները պետք է ողջ մնան, դրանց խաթեր արա։ Ճշմարտությունն ասա։
Չէ, ինչ ես ասում, դու Պուտինը խիարզակ, կարես խոսած տարիներով, ինքը նորից նույն էշ հարցը տա, գիտելիք չի դառնում ինվորմացիան հայերի մոտ, ու նաև ուրիշների մոտ էլ, հասկանում ես մի հարցը, երբ որ պարզաբանեցիր, չի կարելի այդ հարցը նորից հարցականի տակ դնել, գիտություն աշխարհում չէր լինի, եթե բոլոր հարցերը մնային նույն մակարդակի, հարցի լուծումից հետո մյուս մակարդակն է գալիս, դու իրավունք չունես նորից հետ գնալու, հետ գնացիր տուր գլխին սատկացրու այդ անասունի, որտեվ ինքը չի թողում, որ դու մտածես։ Մաթեմատիկա կա, հետո կա հանրահաշիվ, հետո կա բարձրագույն մաթեմատիկա, հետո կա դաշտերի տեսություն, SNN, գիտությունը գիտության վրա, գիտելիքի վրա գիտությունը առաջ գնում, աշխարհի քաղաքագիտական գիտելիքը 0 է։ Չես կարող փոխել, որովհետև այդ ներքևի ձեռից, տակից, ոտից քաշող անասունները առաջին գալիս նրանք չհասկացանք, դու ով եղար, որ սես բան ասես։ Ես եմ այս աշխարհի տերը իմ տգիտությամբ։ Ոչ մի խելոք մեջտեղ չկա, բոլորին կսպանեմ։ Այս սպանեք կերեք, մեղավորը խելոքն է։ Բարիշ։ Ախելքը ինքը չի հասկանում, ինքը ինչ մեղք ունի, այդքան է բնությունը իրան տվել։ Բայց ով որ հասկանում է ու լռում է, նա է մեղավոր։ Ու ինչ եմ զայրացած խոսում, վաղը մտնելու են Հայաստան։ Երկու կողմից։ Քննարկում են, թե ռուսն է դավաճանած լինելու այդ հարցում, Նիկոլը թե Ալիևն է նագլի։ Բայց ոչ մեկը չի քննարկում, որ ինքն է մեղավոր։ Որ գենոցիդից 100 տարի հետո ինքը թույլ տվեց, որ Սովետի կործանումից հետո իշխանությունն անցնի կատարյալ անասունների ճիճուների։ Այդ ո՞նց Բելարուսը դարավ միջուկային երկիր։ Ո՞նց Ղազախստանը միջինասիական երկրները բարգավաճեցին։ Կիրգիզստանը 60 սամալոտ ունի։ Ինքնաթիռ ունի, Ադրբեջանը չգիտեմ, երևի 100-ներ ունի։ Նիկոլ, այդ ո՞նց եղավ Նիկոլին մի հատ անձնական Նիկոլի կնգա սամալոտ մնաց այս երկրում, ինքնաթիռ մնաց։ Մի հատ հարց տուր քեզ անասնականի հասած ընկեր, հայ ընկեր։ Այս խիզ են չանեցիր, այս ավիրումները որ եղան, խիզ են չանեցիր։ Գործարանում բանվոր չկար, մի քիչ հասկացող չկար, գլխավոր ինժեներ, դիրեկտոր, մեկը չկար այս երկրում։ Պոլիցիայի համալսարան մի բան ավարտած, որ ասել հələ կայն է կարա։ Անասուններ էսով եք դու կարա։ Իմ միջավայրը մխտրող տականքներ։ Մուկը, որ եկավ ասեցել, լսեք, քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի։ Մեկը չկար ասել, մուկ։ Հասկացի դու պահեստապետ ես, դու որ եկե դարել ես Գերագույն խորհրդի նախագահ, դա իմ մեղքն է։ Ես եմ մեղավոր, որ դու ընդեղ ես։ Այսինքն Հայաստանը դարել է աշխարհի մանրակերտը, աշխարհը հիմա Հայաստանն է ինչ որ առնում։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, քեզ զրույցի համար։ Ես չստեմ զրուցում եի Արա Հարությունյանի հետ, տեսություն կհանդիպենք։